Այդ օրը ամուսնս տանը չէր։ Առավոտ շուտ գնացել էր աշխատանքի, ինչպես միշտ շտապ մի քիչ նյարդային։ Դուռը փակվեց ու տունը միանգամից լռեց։ Այդ լռությունը ես լավ էի ճանաչում, ոչ տխուր էր, ոչ ուրախ, պարզապես սովորական։ Սկսեցի իմ օրն անցկացնել սպասք, լվանալ սենյակները, հավաքել լվացքը, կախել։ Ռադիոն միացրել էի, որ ձայն լինի, բայց իրականում մտածմունքներիս հետ մենակ էի։ Մոտ կեսօրին թուրթակեցին։ Սկզբում մտածեցի սխալ եմ լսել։ Երկրորդ թակոցը եկավ ավելի հստակ։ Դուռը բացեցի ու տեսա ամուսնուս ընկերն է։ Մի քիչ զարմացա։ Ասած ճանապարհին է եղել, հիշել է մի բան, որ պիտի ամուսնուս փոխանցի, բայց քանի որ նա չկա, հարցրեց կարող է մի քանի րոպե նստել։ Ներս հրավիրեցի։ Նստեց խոհանոցում սեղանի մոտ։ Սկզբում ամեն ինչ նորմալ էր։ Հարցրեց ամուսինս ինչպես է, շատ է աշխատում, միշտ այսքան զբաղված է։ Ես էլ սովորական ձևով պատասխանեցի։ Թեյ դրեցի, բաժակները բերեցի։ Վերքերս մի քիչ դողում էին, բայց ուշադրություն չդարձրի։ Զրույցը գնում էր առօրյա թեմաներով։ Ոչինչ արտասովոր։ Բայց կամաց ինչ-որ բան փոխվեց։ Զրույցները երկարեցին։ Նրա հայացքը մի քիչ ուրիշ դարձավ։ Ոչ կոպիտ, ոչ էլ բացահայտ, պարզապես չափազանց ուշադիր։ Ես դա զգացի, բայց զայրացրի, թե ոչինչ չի եղել։ Հետո հանկարծ ասաց, որ ուզում է անկեղծ խոսել։ Այդ պահին ներսումս մի բան սեղմվեց։ Մինչև խոսքը շարունակել ես արդեն հասկացել էի ուր է գնում։ Աստված գիտի, որ ամուսնս միշտ գործի մեջ է։ Աստված տեսնում է, որ ես շատ ժամանակ մենակ եմ անցկացնում։ Աստված ոչ ոք չի իմանա, որ սա պարզապես մի առաջարկ է, ոչ մի լուրջ բան։ Մի պահի համար, ոչ ավելին։ Խոսում էր հանգիստ, առանց ճնշման, առանց բարձր ձայնի, բայց բառերը ծանր էին։ Ես նստած էի ու լսում էի ու գլխումս հազար միտքեր պտտվում։ Մի վայրկյան պատկերացրեցի, եթե համաձայնվեմ, ինչ կլինի։ Հենց այդ պատկերն էլ կանգնեցրեց ինձ։ Տեսա այն ծանր զգացողությունը, որ հետո պիտի մնա։ Այն ամոթը, այն խառնաշփոթը, որը չի անցնում։ Նայեցի նրան, ասացի ոչ, բարձ կարար։ Ասացի սա իմը չէ, սխալ է ու ես նման բան չեմ ուզում։ Ձայնս հանգիստ էր, բայց ներսումս հաստատություն կար։ Մի պահ լռեց։